Լարսի անցակետից ծաղկի 3, ելակի 2 և սիկ ձկան 1 ֆուրը հետ եկել 3։ Անցակետում այս պահին շուրջ 450 հայկական մեքենա չի կարողանում գնալ Ռուսաստան։ Լարսից Հայլուրին հայտնել է վարորդներից մեկը։ Անցակետի ռուսական կողմում խիստ վերահսկողություն է։ Ռուս սահմանապահները պահանջում են, որ անգամ քարով, շեբենով բեռնված մեքենաները բեռնաթափվեն ստուգման նպատակով։ Ռուսաստանի անցակետի աշխատակիցները վարորդներին հասկացրել են, որ խնդիրը Հայաստանի իշխանության բռնած կուրսն է։ Եվրամիություն եք ուզում, վարորդներին ասել են ռուս սահմանապահները։ Շիբինը գիտես ինչ է, շիբին ասմատտագոր թռում է, ձեռնավորыз մեքենա շիբինը բարձած, ռաստիկնով բարձած, գնում է Ռուսաստան, այդ մեքենան ասում են դադարգեք էդնի, մենք հետո տրակտորով կբառնք մեքենային, մեջ ասենք դրա իմաստը ո՞րն է դադարգել նորից բառնալը, քանի որ դրա համար գոյություն ունի ռենգեն։ Ռենգենն էլ անցել է այդ մեքենա խոսքի թաքցրած դեր չունի այդ մարդը խոսքի դրա իմաստը ո՞րն են գեր։ Մոտավոր ինչքան մեքենա կլինի այդ ռուսական հենց այդ ԿՊՊ-ի մոտ։ Ախր երևը մոտավորապես մի 150 հատ 300 հատի կարգի ներքևիններն էլ դերևի պլաշատկեն մեծ, ներքևի պլաշատկեն մեծ։ Բան է հարցնում, ասում է գնա նստի մեքենայի մեջ սպասի զանգին։ Երբ կզանգեն, էլի արդեն մարդ չգիտի ախպեր երբ կզանգեն։ Ավելի շատ քաղաքականացած են գեր։ Եվրոմիություն եք ուզում ասում է, Եվրոմիություն եք ուզում, ակն շոֆեր տեղանք մեզ ինչ Եվրոմիություն, մենք պետք է մենք մեր հետանք մենք Ռուսաստան գանք, մենք մեր գործը անենք, մենք մեր տունը պահենք։ Այս բեռնը բերենք Ռուսաստան, ռուսին է պետք, ռուսի բեռնը տանենք Հայաստան, Հայաստանին է պետք։ Այդ մարդիկ են ասում։